Պարոն Աղազարյան, երեկ Նիկոլ Փաշինյանը շատ կոպիտ տոնով խոսեց ընդդիմադիրներին, կարելի է ասել սպառնաց, նախ ինչ-որ շարժումներ էր ցույց տալիս վիզ կտրելու հետ կապված, այնուհետև ասեց դուք պետքա ԱԱԾ-ի պատվալներում լինեիք։ Սրան ինչ կարելի է հետևել, ինչ է սպասելու ընդդիմադիր պատգամավորներին ըստ կոնկրետ որտեմատով ցույց էր տալիս, ում է վերաբերում, ինչ է ասում, ճանաչելով Փաշինյանին, ինչ է կարծում։ Rispettabile şartlarına bütün felsefeli bir şekilde Եվ միրեդանազերից մեկասına göre ki nasıl bakıyorlar. Նիկոլ Փաշինյանն իրենց սպառել է, իսկ հետևությունները ըստ ինչ է, ինչ հետևանքներ ա լինելու ըստ։ Հետևանքներն ու Ընդդիմադիր պատգամավորների, օրինակ կալանավոր են, ասում են կոնկրետ ԱԱՑ պատվալներում ձեզ պետք է լսեն։ Դրան հետևի որևէ կոնկրետ գործարի բայց դա հազարը տրամաբանական են հանգամանքի նույնիսկ մի պոստում է ջրան ամբողջապես հագասեց եւ դա քիչ է քանի չէ դատախազ այո ինչ է ուզում են դալ դրանց հետ ամբողջապես դա ասպարը պատվալներում հայտնվեք չէ իսկ դեռ բավական ենք բդախի նախագահի հնկապացակի պատմությունը ապա ապետը պարզ է դառնում ու մենք դեպքներ շատ ծրվան եւ ուժերի Իսկ ինչ է ըստ ձեզ Փաշինյանը այսքան նյարդային մտածում է, որ իշխանությունն է կորցնելու 2026 թվականին, դրա համար է սպառնում ընդդիմադիրներին։ Շփոթ ասում դառնա բանալիստը չէ, բայց հանգամանքը որ դիտողի շատ բաներ կա, դակում հետ նույնիսկ ցավատորեն այդ կապված հարց է։ Ասեք օրինակ մտային չանցում։ Նույնիսկ պատասխանը այն հարցի որ ճանապարհեր եք սարքում, բայց սենց ճանապարհներ են, ինքը շատ հստակ բակի հայերենը ասում է։ Ինչ է բնի։ Մենք լիքը ճանապարհներ չենք ընդունել։ Դեռ չենք ընդունել։ Դες հայերենը ասում են չեք հասկանում, որ չենք ընդունել շատ ճանապարհներ, հենց նույն ասենք որ կասացների պատճառով, այսինքն գումարը լրիվ չեն վճարել։ Բայց դրանից ինչ Մեկինան այնու ապրոստում ես և վերնանան, բնասվա երեստարկը հսկայրում նվարի ապրոստում, իրակաչում հաղարացում եկին է։ Այդ ինչ օգոտ հաղացում, որ դուք դեր ճանապարը չեք ընտրել կեղապով։ Հաղացում, երեստուբեք մանգապատոz երդ կապոz դրանան նապատահները Եվ փոքրիկ երեխան ոտը օլորում առաջացած փոսի մեջ ինչ օգոտ դրանից հատասում եք իրան։ Աշապ հատասում եւ ասում սարը տեղավորվում է մեր ընկերականի մեջ, որ ինքը սպառել է բարիապես եւ պրոֆեսիոնալ եւ ֆիզիկապես եւ քաղաքական։ Իսկ իմպիչմենտի գործընթաց է առաջարկում ընդդիմությունը, պատրաստվում եք դուք ձեր կուսակցությունը նախաձեռնել այդ գործընթացը ու հասնել արդյունքի կամ կունենաք արդյունք։ Մենք կարող ունենք հետաքրքրություն որսանից մեր կուսակցությունը եւ դատվել է հասարակական միացում։ Իսկ քանի որ ընդդիմությունն ասում է այդքան ձայն չեք կարողանա ապահովել, ինչպես եք պատկերացնում այդ քվեարկությունը։ Օրինակ ընդդիմադիրների մի հատվածն ասում է, որ անիմաստ գործ է դա, վարչապետի թեկնածություն են։ Այդ մասում բավական քննարկեք եւ այդ համանախները հաշվի առնելով ստեղծված իրավունքները հաշվի առնելով դա կայացնեն որ։ Պարոն Աղազարյան, եթե ասում եք Փաշինյանը սպառել է իրեն, կա ինչ-որ մի անձ, որը այս պահի դրությամբ ձեր մտքում է, որը կգա Փաշինյանի տեղը կլրացնի, կղեկավարի Օրինակ, ունեք ՔՊ-ից են, իշխանության ներսից են։ Հայաստանում երբեք չեմ մտնում բանալով, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չի ապահովա, եթե Ռոբերտ Քոչարյանը չի ապահովա, եթե Սերժ Սարգսյանը չի ապահովա, եթե Նիկոլ Փաշինյանը չի ապահովա, ով Նիկոլ Փաշինյանը պովիդով վարակի լեզուշուրանը ու հանա։ Գործանված ահազգա, չի կարելի մտածել։ Մենք ունենք լիքը անհատներ, ու դա քաղաքը ուժեր ու կողմում ես ասվածության։ Այսինքն այս խոճապային տրամադրությունները Փաշինյանի մոտ դա ցույց է տալիս, որ կա վարչապետի թեկնածու ու նաև իր թիմում կա, որ կարող են իրեն Իսկ եթե օրինակ ձեզ առաջարկեն թեկնածու առաջադրել, ունեք այս պահի դրությամբ անձ ձեր մտքում, որին կառաջարկեն որոշում թե ինչպեսի դիրքորոշում եք ընդունում, եւ որը կդերեք այդ հարցը։